Քաղաքական մշակույթը ոչ միայն ընդհանուր առմամբ է փոխվել, այլ անգամ երբ նայում ենք ընդդիմադիր ուժերին, որոնք երբևէ չէին կարող իրենց պատկերացնել, որ իրենք պետք է այսպես վերևից իջնեն եւ քայլեն ժողովրդի միջով, դա էլ է փոխվել։ Դուք պատկերացնում եք, օրինակ Ռոբերտ Քոչարյան եւ Քարոզ Արշավ, Ռոբերտ Քոչարյան եւ անծանոթ երեխային գրկել։ Դրանք ինչ որ ֆանտաստիկայի ժանրից են, բայց հիմա մենք անգամ նրանց մեջ ենք այդ մշակույթը փոխել։ Այո, մշակույթը փոխվել եւ ես կարծում եմ, որ քաղաքականությունը եւ երիտասարդացել է եւ քաղաքականությունը եւ անմիջականորեն այսպես կապվածություն է ձեռք բերել խաղաղության հետ, սիրո հետ, համերաշխության հետ, որովհետեւ մեր քարոզարշավները իսկական տոն են մեր քաղաքացիների համար, որովհետեւ նրանց ժպիտները, նրանց այս սրտիկները, նրանց համբույրները, նրանց ջերմ խոսքերը այո, քաղաքական մշակույթ է փոխվել եւ ես ուրախ եմ դրա համար։ Եվ ինչու են հատկապես այդքան կարևորվում այս ընտրությունները, ինչու է կարևոր գնալ ընտրատեղամաս եւ ինչպես դուք ասացիք, օրինակ ձեր դեպքում տեր կանգնել խաղաղությանը, ինչու է կարևոր։ Հենց կարևոր է, շատ կարևոր է, որովհետեւ մենք ունենք հաստատված խաղաղություն, բայց այդ խաղաղությանը պետք է հոգ տանենք, պետք է մեծացնենք, պետք է ավելի ամրապնդենք։ Առաջին եւ կարևորը դա է։ Կարևոր է, որովհետեւ մեր պետությունը պետք է շարունակի մնալ ազատ եւ ինքնիշխան։ Կարևոր է, որովհետեւ քաղաքացին է տերը պետության, ինքն է որոշում, թե ով պետք է լինել իշխանության, իսկ այդ արժանապատվության եւ ազատության այդ կարևոր ձեռքբերումները միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն են, որը թույլ են տալու, որպեսզի շարունակվի։